Մասնագիտական կողմնորոշում երիտասարդների համար կյանքի թերևս ամենակարևոր որոշումն է։ Առանց խորհրդի ու ուղղորդման հուսալ, որ երիտասարդը ճիշտ կգնահատի սեփական կարողություններն ու կկարողանա դրանք համադրել ցանկություններին, գրեթե անհնար է։ Ահա թե ինչու Հայ միասնության խաչ մշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունը Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնեց կողմնացույց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ դասընթացներ երիտասարդների համար ծրագիրը։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլում իրականացրել ենք իրազեկող այցեր դպրոցներ եւ կազմակերպել ֆոկուս խմբային քննարկումներ հոգեբանի եւ անտի-բրենդինգի դասընթացավարների հետ։ Իսկ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել անվճար բիզնեսի, արհեստական բանականության, թվային մարքեթինգի եւ անիմացիայի դասընթացներ։ Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է, մասնակիցներին տրվել է բացառիկ հնարավորություն հանդիպելու իրենց նախընտրած մասնագիտության մեջ հաջողությունների հասած մարդկանց հետ։ Դուք ունեք կողմնորոշում։ Ես հաշվետվությունները ամեն անգամ արագ-կրկիտ նայել եմ։ Ոչ միայն արված աշխատանքի տեսանկյունից, այլ թե դուք ինչ արդյունքի եք հասել։ Եվ հասկացա, որ դուք շատերդ այսօր արդեն ուզում եք լինել դերասանուհի, դիզայներ, պարուհի, բժշկական ոլորտի մասնագետ, մարքետոլոգ, բիզնես կին գործարար, հագուստի դիզայներ, հոգեբան, բյութի ոլորտի մասնագետ։ Մարիամ Մեհրաբյանի ներկայությունը ծրագրի կարևոր այս փուլում պատահական չէ։ Ժեստ հոգեբանական կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի մասնագետները որպես մենթոր դասավանդել են կողմնացույցի մասնակիցներին։ Գալ այն համագործակցությունը, որ կազմակերպվում է դեռահասների համար Մաչանենց տան շրջանակներում, Հանձինս պարոն Գրիգորի եւ նրա երիտասարդ փայլուն թիմի մեզ միայն ուրախացնում է այն պարզ պատճառով, որ ճանաչողական ուրախություն կա այս ամենի մեջ։ Այստեղ դեռահասները արդեն երկրորդ, նույնիսկ երրորդ տարին է բոլորում, որ հոգեբանական կազմակերպվածության մասով, հոգեբանական գիտելիքի մասով երկու կազմակերպությունները հանդիպում են եւ ունենում են հրաշալի արդյունք։ Այսօր մենք մասնագիտական կողմնորոշման այն սրտի թրթիռով կազմակերպված դասընթացն ենք ամփոփելու, որտեղ որ մեր մասնագետը կարողացել է դեռահասներից քամել իրենց երազանքը, իրենց ապագա մասնագիտությունը։ Երազել մասնագիտության մասին մի բան է, լսել ոլորտում հաջողության հասած մասնագետի խորհուրդը այլ։ Այս հանդիպումը ծրագրի մասնակիցներից շատերի համար կարող է որոշիչ լինել։ Իմ խորհուրդը ձեզ առաջինը մի վախեցեք այդ սև փորձի ընթացքից, ես դա միշտ եմ համարում, դա այն ընթացքն է, երբ որ պիտի ամեն ինչ դնեք մի կողմ ու տրամադրված, մտադրված, գիտակցված լինեք ձեր մասնագիտության զարգացման մեջ։ Դեպի մեծ կյանքի ուղի ամենակարևոր սկիզբը դա ինքնաճանաչողությունն է։ Եվ մասնագիտական ուղու ընտրությունը ավելի կհեշտացնի առաջին հերթին, երբ դու փորձես ինքդ քեզ ճանաչել։ Կողմնացույց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ դասընթացներ երիտասարդների համար ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել Արմավիրի մարզի երիտասարդների շրջանում։ Ֆոկուս խմբային քննարկումներին մասնակցել են թվով 100 երեխաներ, ովքեր ստացել են մասնագիտական հստակ կողմնորոշում։ Իսկ ընդհանուր ծրագրի երեխաների թիվը երիտասարդների 720 շահառու, որ ծրագրի ավարտին կստանան իրազեկվածություն մասնագիտությունների եւ կստանան հստակ մասնագիտական կողմնորոշում։ Թե ինչպես է դասընթացն օգնել երիտասարդներին, հենց մասնակիցներն են պատմում։ Երբ որ այցելում էինք կողմնացույց դասընթացի ֆոկուս խմբին, մենք ծանոթացանք մեր ուսուցիչների ընկեր Ֆլորա Աթոյանի եւ ընկեր Նարինեի հետ, ովքեր մեզ դրեցին, այսպես ասած, մեր ճիշտ ուղու վրա, մեզ տվեցին այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք մեզ պետք էին մեր հետագա ապագա մասնագիտության համար։ Ես որոշել եմ դառնալ թատրոնի պարուհի։ Դա ինձ հոգեհարազատ է, ինչու հենց թատրոնի պարուհի, որովհետև ես շատ եմ սիրում բեմը, բեմականացումները։ Մինչև այս ծրագրի մասին իմանալը որոշել էի դերասանուհի, հետո դերասանությունից բացի մի քանի ոլորտներում էլ ինձ փորձեցի ու հասկացա, որ ես մի մասնագիտությամբ չեմ բավարարվի, կփորձեմ մի հատ արհեստական բանականության բաժնում կսովորեմ սկզբից, հետո ծրագրավորություն, դերասան, տենց
Կողմնացույց ծրագրի շրջանակներում որպես դասընթացավար ներգրավված են եղել լավագույն մասնագետները։ Նարինե Մելքոնյանը խոստովանում է, երիտասարդների հետ աշխատելը մեծ բավականություն է, հատկապես որ կատարածդ աշխատանքն արդյունքներ է տալիս։ Մասնագիտական կողմնորոշումը այս տարիքում երեխաների կարևորագույն առաքելություններից է կարելի ասել, որովհետև նրանք ոչ միայն ընտրում են մասնագիտություն, այլ ճանաչում են իրենց։ Դասընթացը հնարավորություն է տվել, որ երեխաները բացահայտեն իրենց անձնային որակները առաջին հերթին, կարողանան ճանաչել իրենք եւ ըստ այդմ գործնական եւ տեսական գիտելիքների մատուցմամբ կարողանան ընտրել ճիշտ մասնագիտություն, ճիշտ կառուցել իրենց կյանքի ուղին։ Հուլիս ամսից կմեկնարկի ծրագրի երկրորդ հիմնական փուլը, որտեղ մասնակիցները կլրացնեն իրենց գիտելիքները բիզնեսի, արհեստական բանականության, թվային մարքեթինգի եւ անիմացիայի դասընթացների շրջանակներում։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։